պատերազմից անմիջապես հետո տարբեր sense շրջափուլերով հանրության մեջ գցում էին ամենատարբեր sense ասած նախաձեռնությունների մասին դրամահավաքներ եւ այլն, որը մարդկանց թվում էր, որ լուծել է մեր անվտանգային խնդիրները։ Օրինակ, անմիջապես պատերազմից հետո բազմաթիվ իմիջիայլոց ազնիվ մարդիկ, մեր հայրենակիցները նախաձեռնել էին դրոնների օդանավակայան կառուցելու պրոյեկտ։ Հավաքվեց, եթե չեմ սխալվում, մի քանի $100,000, եթե ես չեմ սխալվում, տասնյակ հազար հաստատ։ Ինչ եղավ դա, ոչ մի բան։ Եվ մարդիկ ասում էին, եկեք հիմա քաղաքական հարցեր չլուծենք, հիմա անվտանգությունն է կարևոր։ Դե ֆակտո իշխանությունները դա խրախուսում էին ուղիղ եւ անուղղակի կերպով, ասում էին, հա իսկականից, եթե ձեր նպատակը անվտանգությունն է, եկեք հիմա անվտանգային լուծենք, հետո մնացած հարցերը կանենք։ Բայց ասենք այդ անվտանգային, եթե նույնիսկ այդ դրոնների օդանավակայանը կա, եթե նույնիսկ այդ դրոնները կան, ես չեմ ուզում էլի պնդեմ, որ չկա, որովհետեւ չեմ հետեւել, բայց եթե նույնիսկ կա, բայց որ Արցախը չկա, այդ դրոնները Արցախը չպաշտպանեցին, կոպիտ ասած իմաստը դրա որն է, հա։ Չնայած մարդիկ կներես հենց այդ ժամանակ Արցախը պաշտպանելու համար էին այդ գումարը նաեւ տալիս, հա։ Նույն այդ 100 տուն Արցախում ծրագիրը հիշում ես։ Հա, ոչ չեմ հիշում։ Դերասաններով, բաներով։ Պաչոմկինսկի Դերևնյաների այդ իմիտացիայի եւս մի բան էր։ Մարդիկ մտածում են, որ իրենք ինչ որ լավ սոցիալական ծրագիր են անում, բայց երբ որ փորձում են իրենց բացատրել, որ հիմա կարող է այդ տարածքները, որտեղ այդ տները կառուցվում են, արդյունքում չլինեն այդ տներն էլ ադրբեջանցիներին բաժին հասնեն, որովհետև սխալ ուղղությամբ է գնում ամեն ինչ երկրում։ Մեզ ասում են, լավ, դե մի քաղաքականացրեք, մենք լավ գործ ենք ուզում անել, դե արդյունքում լավ։ Բոլորս միատել մի բան էլ հիշում ես, էլի ավելի մասսայական ու անվտանգության հետ կապված բաներ, գմբեթ ծրագիր, որ մտցրեցին 22 թվականից հետո, մեր դիտողներից նրանք, ովքեր որ հետևել են այդ շրջանի իրադարձներին, հավանաբար իրենց աչքով եւս դա աչքի տակով անցել է, երբ որ տարբեր ՀԿ-ներ, ինչ որ տենց ռազմամարզական միություններ եւ այլն, նորից ես չեմ կասկածում շատ-շատերի ազնվությանը այդ նախաձեռնողներից, բայց նախաձեռնել էին այդ գմբեթ ինչ որ ամրաշինական կառույցների սահմանագծի երկայնքով, ավտիժ ռազմաճակատի գծի երկայնքով այդ գմբեթների տեղադրումը պաշտպանական ինչ որ համալիրներ էին փուճուրիկ ու այստեղ էական է նա ոչ թե որ մարդիկ դա անում էին, այլ որ պետությունը, դե ֆակտո իշխանությունը ասում էր, ուզում եք լավ բան անեք, էլ մի գնացեք փողոցային ցույցերի, մի գնացեք բողոքեք մեր դեմ, հենա լավ բաներ կա, մենք էլ ձեզ կօգնենք, կանենք, այսինքն իրանք քաղաքական բողոքը տեղափոխում էին մի ոլորտի մեջ, որը ստիպված առաջացել էր իրանց անկարողության պատճառով, այսինքն իրանց բացթողման պատճառով էր, որ միտի ժողովուրդը հավաքեր, պլյուս մեկը այդ էլ օգուտ չէր տալու, որովհետև եթե ամբողջ պետությունը ասում է, ես չեմ գնալու Արցախի համար կռվեմ, ես չեմ գնալու Սև լճի համար կռվեմ, եթե ասում է իշխանասարը վերցրել են, բայց այդ բանը չոլի համար հո ես չեմ բան անելու, պատերազմանել, մենք դիվանագիտորեն ենք լուծելու, չգիտեմ, հարցերը, հա, ու արդյունքում չլուծեն։ Ուզում ես 100 հատ բան ունեցի, ամենալավ զենքեր ունեցի, 100 հատ ամենալավ օդանավակայաններ ունեցի, 100 հատ ունեցիր գմբեթներ, մեկը դա չի նպաստելու քո պետության ամրությանն ու անվտանգությանը։ Լավ, մասնավոր նախաձեռնությունները մի կողմ ենք, մինչև օրս չգիտենք ուր գնացին Հայաստան հիմնադրամի փողերը։ 200 չէ, կարծեմ միլիոնի իմաստներ խոսքը։ Ես անկեղծ վերջնական ես 150-ի, 170-ի կարգի եմ լսել, վերջնական թիվը չգիտեմ, որովհետև դա էլ չի հրապարակվում, հա, ինչքան էր արդյունքում հավաքվել, ուր գնացին այդ գումարները, որտեվ խոսակցություններ կային եւ հրապարակումներ կային, որ անհասկանալի ձևով կանխիկացվում էին մեծ գումարներից, պետական ապարատին, տարբեր չինովնիկների կողմից եւ հետքը այդպես է չգտնվեց այդ գումարների։ Իսկ մարդիկ միլիոններով այսպես փոխանցում էին, հավատալով, որ դա գնում է առաջնագից։ Գիտես, այդտեղ ես Սփյուռքյան այցերի ժամանակ, որ տարբեր համայնքներում մարդներ լինում է մեր ընկերների, ծանոթների, անծանոթների հետ զրուցելու, շատ-շատերից եմ գիտես, ես վերջի տարիներին լսել, որ ինչքան մարդու է այդ հանգամանքը կոտրել, ոչ միայն, գիտես, ոչ միայն բան ուղարկելուց, ասենք պետության օժանդակելուց բան, այլ ուղակի ինքնությունն է կոտրել։ Այսինքն մարդը ասում ախպեր ինձ Հայաստանի ու հայության մասին, էլ ոչինչ չասեք, որովհետև ես ամեն ինչս թողել եմ, այդ օրերին հավատացել եմ, հաղթելու ենքին, տրվել եմ այդ դրան եւ այլն, ինչ կար չկար բերել տվել եմ, իրոք մարդիկ են եղել, Անժել, որ ես գիտեմ անձամբ մարդիկ, որոնք բառից բուն իմաստով 100,000-ավոր դոլարներ մի օրում հանել դրել են դրա մեջ, հա, հավատալով։ Բայց իրանց ոչ միայն խաբել են պատերազմի մասով, այլ ավելին իրանց հավաքած գումարն էլ տվել են փաստացի մենք ունենք այդ հրապարակումները, պետական աշխատավարձ տալու, որ այդ ժամանակ պետական ապարատի աշխատողները հանկարծ չբողոքեն ու դուրս չգան դե ֆակտո իշխանությունից։ Նայ, ես շատ ընկերներ ունեմ, որոնք ինտուիտիվ
չէին հավատում, այդ պաշտոնական խողովակով չէին ուղարկում գումարները, կապ էին հաստատում ինձ հետ, ասում էին թիրախային մեզ տուր ընտանիքների կոնտակտներ, թիրախային ասա ինչա պետք, ինչքան գումարա պետք, ինչ օգնությունա պետք, դա դեղորայքա, դա չգիտեմ ինչ որ սնունդ է եւ այլն, մենք ուղիղ այդ մարդկանց թիրախային օգնենք, այսինքն մեկը ասում էր տուր ինձ 10 ընտանիքի կոնտակտ, մեկը ասում էր մի ընտանիքի տարբեր, ով ինչ հնարավորություն ուներ եւ թիրախային տոճիչն է, այսպես ընտանիքներին էին օգնում, հա, ոչ թե տալիս էին անհասկանալի ինչ որ տեղ այդ գումարները։ Գիտես, այդտեղ պետք է նաեւ մի բան էլ հավելենք, որ փաստացի այդ 20 թվականի պատերազմ անունը կրող օպերացիան, որ մեր դեմ արեցին այդ կազմակերպված պատերազմը, կազմակերպված պարտություն ավելի ճիշտ, ինքը խփել է հայկական ազգային պետության բոլոր հիմքերին, էլի, այսինքն ինքը մենակ բանակը չի ջարդել, ինքը մենակ Արցախը չի ջարդել, ինքը մենակ, չգիտեմ, այն ամենամերուժեղ կռվողներին չի տարել ու փաստացի այնտեղ բան, հա, զոհել այդ սեղանին, ընդ որում իմանալով ինչի համար է զոհում, ոչ թե Արցախի ու Հայաստանի պաշտպանություն, այլ փաստացի այդ պատերազմը տենց կանխամտածված պարտության տանելու համար, այլ նաև ինքը խփել է օրինակ Հայաստան-Սփյուռք կապերին, Սփյուռքյան հայկական ինքնությանը եւ այլն, այսինքն չկա ոլորտ, որին այդ մշակված օպերացիան, որ այդ գծել է, կազմակերպել է, հորինել է, սա իդեալական բան է եղել։ Դրանից առաջ հիշում ես, ազգայնականության հասցրեցին պիկին, ասենց որ բոլորս ապրում էինք հայկական պետության բանով, իրոք անկեղծորեն այդ 2018 թվականի այդ ոգևորությունն էր շատ-շատերին հավելյալ ներուժ տվել, հա, 16-ի հաղթանակից հետո ու մեկ էլ տենց մի անգամից էլի ինչքան որ ասում վերևես բարձրանում ընկնել է շատ ավելի բանա չէ լինում ցավոտ առնում այ այնքան ուժեղ էր թարվածը որ շատ ոլորտներում շատ այդ հենքեր որ կային հայկական ազգային պետության դրանք փաստացի փլուզվեցին